Ձեզ բոլորից սիրելիներ, այսօր ուզում եմ խոսքը սկսել 42-րդ Սաղմոս 2-ից։ Գրված է այսպես. Ինչպես որ եղջերուն փափագում է ջրերի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված։ Իմ անձը ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն, երբ կգամ եւ նրա երեսի առաջին կերևամ։ Իմ արտասուքն ինձ հաց եղավ ցերեկ եւ գիշեր, որ ինձ ամեն օր ասում են. ուր է քո Աստվածը։ Սիրելիս, եղջերուն իրապես փափագում է ջրերին, եւ ես այսօր ուզում եմ քեզ ճշմարտապես ասել, ես փափագում եմ այս ջրերին։ Ես փափագում եմ Աստծո խոսքին, ես փափագում եմ Աստծո բերանից դուրս եկած խոսքին, իսկ դու հույս ունեմ, հույսը շատ մեծ է, որ դու մեկ օր կհասկանաս, որ այս խոսքը թեպետ եւ մի փոքր դիպուկ, մի փոքր խիստ, մի փոքր պարկեշտ դուրս է գալիս Աստծո բերանից, դու կհասկանաս, որ սա ունի մի շնորհված նախապայման, փրկության, մեր, իմ եւ քո հոգու փրկության համար է սա, սիրելիս։ Սա ուրիշ ոչինչի համար չէ, սա այն բանի համար է, որ մենք հասկանանք փրկվել եւ հավիտենական կյանքը վայելել երկնքում Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ մինչդեռ որ ես խոսքը կսկսեմ, կուզեմ ես իմ Տիրոջը երկրպագել։ Քո զավակն եմ ես, տգարացած
աշխարհի դերը Փրկիչ Հիսուսը նա մեր Աստված է մեր թագավորը աշխարհի լույսը ողջ վարկը քեզ հայր ողորմած քո զավակն եմ ես զորացած քո ողջ այրան եմ գնված ու փրկված ողջ վարկը քեզ հայր ողորմած քո զավակն եմ ես զորացած քո ողջ այրան եմ գնված ու սրբված Հիսուսի այրան եմ գնված ու սրբված ապրում է հոգիս այր շնչում է հոգիս գոհանում է հոգիս Սուրբ հոգի թանկ Աստծո Սուրբ հոգի սքանչելի Քո Սուրբ հոգու աղբյուրներն իմ անարժան սրտին տիրում Քո Սուրբ հոգու սիրո լույսը իմ մոտ սիրտը լուսարում առանց սիրո քո Սուրբ հոգու ես կմնամ նորից անլույս կմոլորվեմ ինչպես կորած թե դու չկաս ինչը գտնեմ առանց սիրո քո Սուրբ հոգու ես կմնամ նորից անլույս կմոլորվեմ ինչպես կորած թե դու չկաս ինձ չգտնեմ Այդ քո մեծ սերն ես տվել ես ինձ իմ Տեր Հիսուս Քո սիրո խոսքն ես ուղղելի Ուղղել ես ինձ իմ Տեր Հիսուս Այդ քո մեծ սերն ես տվել ես ինձ իմ Տեր Հիսուս Քո սիրո խոսքն ես ուղղելի Ուղղել ես ինձ իմ Տեր Հիսուս
դիպուկ խոսքդ, խիստ խոսքդ, որը աչը ծախ դաղում է, ցավեցնում է, բայց փրկում է դեռ, փրկում է գեհենի կրակներից մեջ, փրկում է։ Դու ես փրկիչ, խոսքդ է փրկիչ։ Երբ թողնում եմ քեզ հեռանում ու քո սուրբ սերը մոռանում արցունքի մեջ հանկարծ տեսնում որ դու նորից ինձ ես սիրում նայում ես ինձ նախկին սիրով նախկին սիրող քո հայացքով նայում ես դու ինձ վշտալից թե մոռանամ ես քեզ նայում ես ինձ նախկին սիրով նախկին սիրող քո հայացքով նայում ես դու ինձ վշտալից թե մոռանամ ես քեզ այդ կոմետ սերն ես տվել ես ինձ իմ տերիսուս քո սիրո խոսքն ես ուղղել ես ինձ իմ տերիսուս այդ կոմետ սերն ես տվել ես ինձ իմ տերիսուս քո սիրո խոսքն ես ուղղել ես ինձ իմ սրիսուս Սիրելներ, այսօրվա խոսքն է վերնագրված գահիցդ վայրիչիր։ Ես չգիտեմ ինչու, ես այն բացարձակապես չեմ հասկանում, ինչու է Աստված ուզում, որ այս վերջի կիրակիները խոսքը գահի և թագավորների մասին է տալիս։ Սիրելիս, որովհետև մենք էլ ենք թագավոր մեր գահին նստած և ինչու չէ, Հիսուսը ուզում է նաև մեզ հասկացնել, որ մենք պիտի կարողանանք այն հետևություն անել։ Հիսուսը ընդհանրապես իր անունով սիրելներ և զորությունով ուղարկեց աշակերտներին ավետարանը քարոզելու։ Սա մենք գիտենք։ Սա նորություն չէ։ Մինչդեռ որ Հիսուս Քրիստոսը կտար աշակերտներին զորություն, նրանք չենք կարող գնալ և քարոզել։ Մինչդեռ որ Հիսուսը նրանց կտար զորություն, նրանք դեռ չեն կարող գնային և բժշկեին։ Եվ Աստված Տերը տվեց այն զորությունը նրանց քարոզելու, բժշկելու և դևերը հանելու։ Նա տվեց պատգամ վերցնել հողաթափերը և գավազանը
քարոզչությունը գնալ անելու։ Հիսուսը տվեց պատգամ վերցնել այն, ինչը որ մենք պիտի վերցնենք, եւ չվերցնել այն, ինչը որ մենք պիտի վերցնենք։ Եվ հիմա մենք կհասկանանք, ինչ է նշանակում վերցնել հողաթափ եւ գավազան։ Հիսուսն ասեց գնացեք, բայց հողաթափ եւ գավազան կվերցնեք։ Ասեմ քեզ, հողաթափը քո ոտքերն են, որոնք որ պիտի քայլեն, քարոզելու խոսքը հիշիր։ Իսկ գավազանը Աստծո խոսքն է։ Դու երբեք չես կարողանա, եթե դու Աստծուց ուղարկված չես, վերցնել հողաթափեր եւ գավազան։ Եթե դու Աստծուց չես ուղարկված, եթե դու ինքնակոչ ես, դու չես կարող այն ունենալ քեզանում, որովհետեւ այն տվել է Տերը, ասել է վերցրեք, տվել է այն զորությունը Աստծո խոսքի գավազանի եւ Աստծո եւ նաեւ այն հողաթափերի, որովհետեւ անգամ այն հողաթափերը ունեն զորություն, ինչու՞։ Բայց մարդիկ կանգնած են ավետարանի հանդեպ արհամարական։ Աստվածաշունչը ասում է, աշակերտները գնում էին շատ գյուղեր, տարածքներ, տներ եւ ասում է, որտեղ որ նրանց չէին ընդունում, նրանք իրենց ոտքերը հողաթափերը թափ էին տալիս եւ դուրս էին գալիս։ Ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է եւս մի կարևորագույնս, որ երբ որ դու արհամարական ես կանգնած Աստծո խոսքի հանդեպ, երբեք Աստված չի համոզի քեզ։ Երևակայի նա քո ետևից չի ընկնելու։ Եվ այս հողաթափերը թափ տալը նշանակում է, որ նրա աշակերտները, նրա առաքյալները, նրա ծառաները կարող են ուղղակի այն փոշին թափ տալ իրենց ոտքերից, որը որ քո ընտրած ինքնադատաստանն է։ Ինչու՞, որովհետև այն դու չես ընտրում ընդունել, դու չես ընտրում ընդունել խոսքը, դու չես ցանկանում լսել մի մարդու, ով որ քեզ Քրիստոսի միջոցով քարոզում է փրկության գին։ Եվ այդ տեսակ մարդիկ, ովքեր որ կանգնած են արհամարական Աստծո հանդեպ, եւ նրանց հանդեպ Աստված կանգնած է արհամարական, եւ այստեղ ուղղակի պիտի այն փոշին թոթափվի ոտքերից եւ աշակերտները պիտի շարունակեն ճանապարհը։ Եվ ով որ արհամարում է Աստծո խոսքը, նաեւ արհամարում է Հիսուսին, որի այրան կնով է գնվել ավետարանը, ես ուզում եմ, որ դու հիշես սա այրանգին է։ Ես ուզում եմ, որ դու հիշես այս խոսքը բազում այրունները թափվել գետնի վրա երկրի մեջ, բազում այրուններ, միլիոնավոր, հազարավոր մարդկանց այրուններ, պլյուս քո Տեր Հիսուս Քրիստոսի այրունը, որ գնվել է այս ավետարանը, որ այսօր փրկության քո խոսքն է, քույրս, եղբայրս։ Աստծո ճանապարհները, սիրելիներ, անքննելի են։ Գիտես ո՞րն է դա։ Այնքան անքննելի են։ Ես ընդամենը 3 վկայություն եմ ապրում, չեմ ուզում խոսել դրանից, բայց ուզում եմ ասել, ես ապշած նստած էի, ամբողջ մարմինս փշաքաղության մեջ էր, բայց ես հասկացա մեկ կարևոր բան. Տեր, քո ճանապարհներն անքննելի են։ Իմ Սուրբ Հոգի, քո ճանապարհներն անքննելի են։ Դու կարող ես այնպիսի բաներ անել, որ մարդկային անգամ ուղեղը չի կարող դա մտածել, դա ուղղակի կժայթքի այս ուղեղը, սիրելիներ։ Դրա համար է ասում անքննելի, որովհետև նրա գործերը երբեք ոչ մի մարդ չի կարող քննել։ Ինչու՞։ Դու ասում ես, այս մարդ ունի փրկության կարիք, այս մարդուն հնարավոր է այս տեսակների մեջ փրկել, ու դու թվում ես տասնյակ տեսակներ, որ կարող է այդ մարդը փրկվել, բայց Աստված վերջում գալիս է, այնպիսի մի փրկություն է տալիս այդ մարդուն, որ ոչ մի քո դրված տեսակետ այնտեղ չկա։ Անքննելի է, հիշիր։ Աստծո գործերն անքննելի են, հիշիր։ Եվ դու այն ցանկանաս էլ չես կարող երբեք քննել։ Աստված ցանկանալով մեկին փրկակնել կբարձրացնի երկրորդին։ Հիշիր, եթե ինչ որ մեկին Աստված դրել է, ինչ որ մեկի կյանքում, որ այն մարդը պիտի փրկվի, Աստված պիտի բարձրացնի նաև այն երկրորդին, որի միջոցով որ այդ տվյալ մարդը պիտի փրկվի, Աստծո կողմանը իհարկե։ Այսօր եւս խոսենք Աստվածաշնչյան երկու հերոսների մասին, ես սիրում եմ։ Ինչու խոսենք Պողոսից եւ Պետրոսից աշխարհիկ, քանի որ կան մեր Աստվածաշնչի մեջ այնքան հերոսներ, ովքեր որ պարզ իրենց կյանքը գրառել են, որպիսի նրանց սխալ կյանքը մենք այսօր չապրենք։ Եվ հիմա այսօրվա մեր հերոսներն են, խոսենք Դանիելի
Մաշկարեի եւ Նաբուկոդոնոսոր թագավորի մասին։ Ես սիրում եմ այս երկուսին, որովհետեւ նրանք այնպիսի զուգացված թիմ էին, որ անբացատրելիորեն դուք կհասկանաք, թե ով էր Դանիելի եւ ով էր Նաբուկոդոնոսոր թագավորը Բաբիլոնի։ Նաբուկոդոնոսորին պիտի հայտնվեր փրկության ճանապարհը, հասկանում ենք, նա հետանոս էր, նա թագավոր էր, նա բազում մարդկային հոգիները կործանելով, տանջելով, սպառելով դարձել էր նա թագավոր եւ այստեղ Աստված իր սուվերեն կամքը դրել էր նրա վրա։ Նաբուկոդոնոսոր, դու պիտի փրկվես։ Եվ հետաքրքիր գիտեք ո՞րն է որ ինչու հենց այս թագավորը տեր։ Օրինակ, ես տեսնում եմ Իսրայելի մեջ բազում հավատացյալ թագավորներ, որոնք որ մատը Աստված ոչ մեկի վրա սուվերեն չդրեց, չասեց, որ սա պիտի փրկվի կամ նա պիտի փրկվի։ Ինչու այս հետանոս թագավորը։ Ես զարմանք եմ ապրում, անկեղծ ասում եմ ձեզ սիրելիներ, բայց իզարմանս ինձ եւ իզարմանս քեզ Աստված չէ որ փրկում է հետանոսների։ Ինչը կարծում ես փրկությունը ումից է, թե դու մտածում ես, ես ուղղակի ծնվել եմ այսպիսին ինչպիսին որ կամ, եւ ապրել եմ այսպիսին ինչպիսին որ այսօր կամ, ոչ սիրելիս, ամեն մեկս սկսած ինձանից, դու կարող ես լինես Աստծուն հավատացող ոմն մեկը, բայց եթե դու Աստծո կամքով չապրեցիր, ես կասեմ քեզ մի շատ գեղեցիկ աշխարհիկ անուն, ուրեմն դու հետանոսների շարքն ես դասվում։ Նորից կրկնում եմ, չեմ ալարում, եթե դու հավատացյալ լինելովդ չապրեցիր Աստծո խոսքով, ուրեմն դու դասվելու ես հետանոսների շարքերի, որն է այն։ Նույնը, ինչ տարբերություն, աշխարհը չի ապրում Աստծով, դու էլ չես ապրում, իսկ դրա մեջ բացառիկ դու տարբերություն գտնում ես, ես չեմ գտնում։ Այսինքն, բայց այս թագավորը Նաբուկոդոնոսոր ինքը հետանոս էր, ինքը անգամ Աստծուն չէր ճանաչում, սիրելիներ, եւ այստեղ Աստված այսպիսիներին սկզբնակ պիտի ճանաչեցնի իրեն։ Նաբուկոդոնոսորին պիտի հայտնվեր փրկության ճանապարհը եւ Դանիելին պիտի հայտնի դառնար իր զորության ճանապարհը։ Նայեք, այնքան հետաքրքիր զուգակցված է սա։ Եթե չլիներ Նաբուկոդոնոսորը, Դանիելը իր խորը պարգևների մասին Դանիելին հայտնի չէր դառնա։ Իսկ եթե չլիներ Դանիելը, ապա Նաբուկոդոնոսորին ըստ Դանիելով փրկությունը հայտնի չէր դառնա։ Հիմա այս երկուսը միշտ մեկը մեկին պետք է հասկացեք, սա կարևոր է։ Փրկությունը երբեք ուղղակի հենց այնպես չի գալիս, սիրելիս, երբ որ Աստված, Աստծո ձայնը մենք այսօր չենք կարողանում լսենք մենք մեր մեղքի պատճառով, Աստծո դեմքը չենք կարողանում տեսնել, Աստծուն ընդհանրապես ճաշակել, քանի որ մենք հոգևոր մահացած մարդիկ ենք, ապա Աստված մեզ պիտի փրկության բերի որոշակի փրկված մարդկանցով։ Ես ասեմ խորը, որպեսզի դու հասկանաս, դու չասես ով է սա, որ կանգնել է ամբիոնի վրա, մի տեսակ շատ խիստ քարոզում է դիպուկ։ Սա այն մարդն է, ով որ փրկված է եւ ցանկանում է եւ իր ամեն ասեմ, ցանկություն է դրել քո փրկության համար։ Հիսուս Քրիստոսով, բնականաբար ով եմ ես առանց Քրիստոսի, ով եմ ես, ոչնչություն։ Եվ հիմա, ինչպես են հասկանում Աստծո ծառաները, որ ընտրված են որպես անոթ փրկությունը քարոզելու։ Օրինակ, ինչպես ես դու հասկանում, եթե դու ունես քո մեջ, եթե Աստված քո կյանքի մեջ դրել է միսիա, հասկանում ես առաքելությունը որն է։ Առաքելությունը միսիան է։ Երբ որ Աստված դա կապ չունի, թե քեզ ինչ առաքելություն է տվել, ամենքը չեն կանգնում սիրելիներ ամբիոնի վրա։ Ամենքը չեն մաշկարե, ամենքը չեն քարոզիչ, ամենքը չեն ավետարանիչ։ Նաև կարող է Աստված քեզ տալ միսիա քո երեխաներին ըստ Աստվածաշնչի Աստծո խոսքի մեծացնելու, սա էլ է առաքելություն։ Սա մի մեծ առաքելություն է, ուղղակի համեմատեմ, որ հասկանաս։ Եվ Աստված բերում է պարագաներ, որպիսի Դանիելները հասկանան, որ նրանք ընտրված են։ Որպիսի Դանիելները հասկանան, որ նրանք ունեն այն պարգևը Սուրբ Հոգով տրված իրենց մեջ։ Սա շատ մի բարդ թեմա է։ Ես ամբողջ մի հոգևոր կյանք անգեղծ ասում եմ, երկյուղված եմ Աստծուց։ Գրեթե ինչ որ մեկի վրա ձեռք դնել եւ ձեռնադրել։ Անկեղծ ասում եմ, ես այդ իրավիճակներից փախնող ոմն մեկն եմ Աստծո մեջ։ Ինչու՞, որովհետև ես վախում եմ Աստծուց, որովհետև ես վախենում եմ, կարող է այդ պարգևը ինձ տրված չէ,
Կարող է, գիտեք ինչ, գործ կարագելուցում կային մի 7 եղբայրներ, որոնք որ գնում էին դիվահարներին աղոթելով դևերն էին հանում, եւ Աստվածաշունչը ասում է, այն դևերը այն մարդուցը դուրս եկան, հարձակվեցին այդ եղբայրների վրա, ասում է պատառեցին նրանց, մինչև որ սրանք մերկ փախան։ Ինչու եմ ուզում ասեմ, սա մի վտանգավոր իրավիճակ է։ Դանիելները, եթե իրենք իրականում Աստծո մարդիկ են եւ Աստծո ծառաներ, նրանք շատ զգուշություն կանեն։ Զգուշություն կանեն ձեռնադրելու, զգուշություն կանեն ձեռնադրությամբ աղոթելու, ինչու, որովհետև կարող է այդ պաշկևը քեզ տրված չէ, կարող է այդ պաշկևը ինձ տրված չէ։ Եվ այստեղ Դանիելը չգիտեր իր մասին, եւ Նաբուկոդոնոսորը չգիտեր իր փրկության մասին։ Եվ Աստված ստեղծում է իրավիճակներ, սիրելներ։ Առաջի իրավիճակն էր, որ Աստված ստեղծեց, մենք ասում ենք, լավ ասում ենք, ինչի համար են որոշակի Դանիելներ տարագրվում իրենց երկրից։ Դանիելը պատերազմից հետո տարագրվեց, Բաբիլոնը տարավ շատ երիտասարդների տարավ Բաբիլոն եւ նրանց տալիս էր ուսմունք սովորելու քաղդիական ուսմունքը եւ Դանիելն նրանց մեջ էր։ Հիմա ես հարց եմ տալիս Աստված ինչու ոչ Հեսուին։ Ինչու տարար դու Դանիելին, որովհետեւ Դանիելին պիտի տարագրեր նա։ Սիրելիներ, Դանիելները տարագրվում են անկախ իրենց կամքից, նրանք տարագրվում են երկրից երկիր եւ սա ունի մեծն անքննելի պատճառ։ Աստծո սուվերեն կամք։ Հետանոս թագավորի փրկության համար ուշադիր եղիր։ Հետանոս թագավոր Նաբուկոդոնոսոր թագավորի փրկության համար Դանիելը պիտի տարագրվեր Բաբիլոն։ Հիմա դու հասկանում ես, սրանք դիպվածքներ են։ Դանիելը կյանքի մեջ ուրիշ պատճառ չկար։ Նա պիտի փրկեր մարդիկ Բաբիլոնում, շատ մարդիկ, դրա համար նա տարվեց Բաբիլոն։ Երկրորդը, թագավորով Դանիելին հայտնի պիտի դառնար կամ հայտնի դարձավ իր հոգևոր պաշկևները եւ զորությունը։ Այո, այստեղ ես ասեմ քեզ, այստեղ պետք է Դանիելներին այսպիսի հետանոց թագավորներ, որպեսզի նրանք հասկանան այս թագավորների երազներով, թե ինչպիսի պաշկև է իրենց տրված։ Վերջը դու պիտի այն պարագաների մեջ ապրես, որ հասկանաս, թե քեզ Աստված ինչ է տվել։ Իսկ կարծում ես դու որպես հոգևոր մարդ, Աստված քեզ բարձր ձայնով ասում է, քեզ տվել եմ բժշկության պաշկև, կամ քեզ տվել եմ քարոզչության պաշկև, կամ քեզ տվել եմ դևերը հանելու պաշկև, կամ ավետարանչություն, կամ ինչ որ է լեզուների, ոչ սիրելիս։ Քեզ պիտի Աստված իրավիճակներ բերի, պարագաներ ստեղծի, որպեսզի դու Նաբուկոդոնոսոր թագավորով հասկանաս Դանիել, թե քեզ ինչ շնոր է տրված եւ նաեւ ինչ փրկության շնոր է տրված Բաբիլոնի թագավորին։ Աստված գործում է սուվերեն, թե Դանիելի դեպքում եւ թե թագավորի կյանքում մարդիկ։ Սուվերեն, ինչու եմ ասում, նայեք, ես ուզում եմ, որ դուք ամեն մեկդ հասկանաք եւ երբեք չկասկածեք, որ Աստված սիրում է ամեն մեկին։ Անկամ այն ամենամանկապիղծին էլ Աստված սիրում է, ինչու։ Ինչ է կարծում ես աշտարի համար եկավ Հիսուս, ոչ։ Աստված սիրում է քեզ, սիրելիս Աստված։ Եվ նրա սիրո պաշկևը պտուղը Հիսուսով ես դու տեսնում, Հիսուսի խոսքով ես դու տեսնում, Աստվածային սուվերեն աշխատանքով ես դու տեսնում, որ ինչու, ով էր Նաբուկոդոնոսորը, եկեք մի փոքր խոսենք, մի թագավոր էր, ով որ ինքը միայն իրեն էր տեսնում, մի թագավոր էր, ով որ ջախջախելով բազում թագավորությունների նստել էր գահի վրա։ Եվ այս Նաբուկոդոնոսոր թագավորին պետք է Դանիելները, հասկանում ես դու սա։ Մենք լինելով Դանիել, մենք տեղյակ չենք, որ մեզ տրված է պաշկևներ, կամ էլ գիտենք, կան, որոշակի Դանիելներ կան, որ գիտեն, հասկացել են, տեսիլքներով Տերը ցույց է տվել, բայց զգուշավոր են, կամ չգիտենք, կամ էլ գիտենք, բայց զգուշավոր ենք։ Նույնն էլ Դանիելն էր։ Ուզում եմ մի փոքր օրինակ բերել իմ անձնական կյանքից։ Աստված ինձ ցույց էր տալիս երազներով, որ ես այդ բժշկության հոգին իմ մեջ կա, այդ բժշկության պաշկև ինձանում տրված է, բայց ես անկեղծ ասած չեմ օգտագործել, մինչև որ այն ժամանակը, երբ որ Աստված ամենավերջի խիստ պարագան իմ կյանքում բերեց։ Ես դրանից վախեցել եմ,
Վախեցել եմ մարդկանց աղոթեմ, վախեցել եմ ձեռնադրեմ, ձեռքս դնեմ այդ ցավոտ տեղերի վրա։ Ես Աստծուց վախենում եմ, սիրելիներ, որովհետև չլինի այնպես, որ այդ մարդը չբժշկվի, վերջում այդ մարդը ավելի Աստծուն ձեռնոցների, քան երբևիցե ու հեռանա Աստծուց։ Ոչ, ստեղ պետք է մեծ զգուշություն անել, որովհետև ոչ բոլորն են ձեռնադրությունից բժշկվում, հասկանում ես։ Դրա համար զգուշությունը լավ բան է, բայց ես հիշում եմ այն կորոնայի խիստ ժամանակներն էր, եւ ես էլ Շվեյցարիայում էի ծերանոցում աշխատում էի եւ անկեղծ ասեմ, մեզ կապել էին մասկեկին, մեզ կապել էին այն շորերն էինք մենք հակած, ոչ կարողանում էինք շնչենք, ոչ կարողանում էինք նորմալ շունչ քաշել, բայց աշխատում էինք այդ շոկու, այդ կիզիչ հունիս, հուլիս, օգոստոս ամիսները եւ ծերերը ընկնում եւ ելնում էին եւ պատկերացրեք ամեն մի ծեր, ով որ սիմպտոմները կորոնայի ունենար, ամբողջ մեր անձնակազմը պիտի այդ հանդերձը հագնվեր, որի մեջ անհնար էր բացարձակապես գոնե 0.5% թթվածին շնչել։ Եվ այսպես առավոտը բարձրացած երի սենյակը տեսնեմ այս ծեր կինը շնչակտուր է իրապես մարտիկ, չէր կարողանում այլևս շնչել։ Խեղճ տվում էր, թե հիմա կորոնա էր կպե, թե ինչ էր իր խնդիրը, ես չհասկացա։ Եվ ասեցի, օ իմ Տեր, հազիվ մի փոքր սկսել ենք շնչել եւ հիմա այս սիմպտոմներով պիտի նորից այդ նույն շորերը հագնենք եւ խեղդվենք այս օտի մեջ։ Եվ Աստծո ձայնն ասեց, ձեռնադրիր նրան։ Ես ասեցի, ոչ Տեր, ես չեմ ուզում նրան ձեռնադրել։ Ես չեմ ուզում։ Երկրորդ անգամ ձայնը, ձեռնադրիր այդ քո ծերին։ Եվ հիշում եմ այդ կինը այսօր չկա։ Ասեցի, տիկին, ասեցի, դուք պարկեք, ես ձեզ համար պիտի աղոթեմ։ Ու ինքը նայում էր ինձ այսպես մոլորված, շնչակտուր, ասում էր, այո, բայց ասեցի ես նրան, ես ձեզ պիտի աղոթեմ հայերեն լեզվով, ոչ գերմաներեն։ Պատրաստ էր ամեն ինչի այդ կինը եւ Տեր ասեց ձեռնադրիր։ Եվ հիշում եմ այդ իմ կյանքի առաջի փորձն էր, երբ որ իմ ձեռքերը դրեցի այդ կնոջ վրա այս տեսքով, այդ կրծքավանդակի հատվածում եւ ասեցի Հիսուս Քրիստոսի անունով ցավ եւ դիվային աշխարհ հեռացիր այս կնոջից, բաց թող նրան։ Եվ այդ կինը քնեց։ Վարկյանների ընթացքում քնեց, նա խորը քուն մտավ։ Կարծես թե նրան նարկոզ էին տվել, սիրելիներ, ես ինքս ապշեցի, անկեղծ վկայում եմ ձեզ։ Եվ հետո այդ կինը արթնացավ, նրա հետ ոչ մի բան այլևս չկար, նա նորմալ էր։ Հիմա ինչ եմ ուզում ասել, եթե այս սպարեկաները չբերեր Աստված ինձ, կամ այս սպարեկաները, որ ես հիմա քարոզելու եմ Դանիելի կյանքից եւ Նաբուկոդոնոսորից չբերվեին, ապա ինչպես կհասկանային այն երկուսը, որ մեկը ուներ փրկության կարիք եւ մյուսն էլ պիտի հասկանար իրեն տրված Աստծով զորությունը։ Եվ այսպես կաշտում եմ Դանիել Մարգարեության երկրորդ գլուխը։ Մեկից 6-ն եմ կաշտում։ Եվ ասում է. Նաբուկոդոնոսորի թագավորության երկրորդ տարին Նաբուկոդոնոսորը երազներ տեսավ եւ խռովեցավ նրա հոգին եւ նրա քունը գնաց նրա վրայից։ Եվ թագավորը հրամայեց կանչել մոգերին, հմայողներին, կախարդներին, քաղդյաններին եւ թագավորին պատմեն նրա երազները։ Նայեք, ասում է, որ թագավորին պատմեն նրա երազները։ Սա մի տարօրինակ երևույթ է։ Եվ նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջին։ Եվ թագավորն ասեց նրանց. ես մի երազ տեսա եւ իմ հոգին խռովեցավ, որ իմանամ այն երազը։ Եվ քաղդյաններն ասեցին թագավորին. քաղդերեն, թագավոր, հավիտյան կաց, ասիր երազը քո ծառաներին եւ մենք իմացնենք մեկնությունը։ Թագավորը պատասխանեց եւ ասեց քաղդյաններին. խոսքը դուրս է եկել ինձանից։ Եթե ուշադիր եղեք, ինձ չիմացնեք երազը եւ նրա մեկնությունը ինչպես թե։ Երազը եւ նրա մեկնությունը, այո։ Կտոր պիտի հոշոտվեք եւ ձեր տները աղբանոց պիտի դառնա, բայց եթե երազը եւ նրա մեկնությունը իմացնեք, ինձանից պաշկևներ, տուրկեր, ծանր պատիվ կստանաք, ուրեմն երազն ու նրա մեկնությունը իմացրեք ինձ։ Տարօրինակ է։ Մի րոպե։ Ով կարող է երբևիցե իմանալ, կներես ինձ,
թե այսօր այս իմ կողքի կամ այս թագավորը ինչ երազ է տեսել, ինչ որ մեկը կարող է ինչ որ մեկը, ով պարգև ունի Աստծուց, երբևիցե տեսնել այն երազը, ինչ որ Աստված տվել է մեկ ուրիշին։ Ասեմ, բարդ է սա սիրելիս, բայց Աստված այս երազով խստացրեց թագավորի սիրտը։ Թագավորն ասում է՝ իմացրեք ինձ երազը, թե ինչ երազ եմ ես տեսել, նա չի ուզում պատմել երազը, ասում է կախարդներին իմացրեք ինձ եւ նաեւ մեկնությունը։ Եթե չիմացնեք, կտոր պիտի հոշոտվեք։ Եթե թագավորը այս երազը չտեսներ, ապա Դանիելը չէր իմանա իր հոգևոր այդ խորը պարգևի մասին։ Եթե դուք մտածում եք, որ սրա հետ կարելի է խաղ անել, թե ինչպիսի պարգև էր տրված Դանիելին, ով կարող էր տեսիլքով, ում կարող էր Աստված տեսիլքով ցույց տալ, թե Աստված Նաբուկոդոնոսորին երազով ինչ էր ցույց տվել, սա ուղղակի երբ որ մտածում ես, ապշում ես դու սրանից, սիրելիս, դրա համար եմ ասում, Աստված գործում է շատ սուվերեն, հասկանում ես։ Աստծո գործքը այնքան սուվերեն է, մարդկային էության այն գաղափարի մեջ չի տեղավորվում ու չի էլ տեղավորվի երբեք։ Եվ հիմա այս ամենի տեղի էր ունենում ինչի համար։ Ինչի համար էր այս ամենը Աստված առաջացրել։ Առաջինը, թվեմ, Աստված ճանաչվեր, որպիսի Տերը ճանաչվեր եւ Տերը փառավորվեր։ Հիշիր, ամենաառաջինը, ինչ էլ որ մեր կյանքում կատարվի, հրաշք, զորություն, բժշկություններ, ամենաառաջինը Տերը պիտի փառավորվի։ Սա առաջինը, երկրորդը, Դանիելը պիտի հասկանար իր մարգարեական պարգևի մասին, կարող է Դանիելը գիտեր, որ ինքը մարգարե էր, որն էլ որ այդպես էր, որովհետև Դանիելը շատ երիտասարդ հասակից է եղել մարգարե։ Կարող է եւ պիտի հասկանար նա այս խորը պարգևը մարգարեական իրեն, երկրորդը սա, իսկ երրորդը տրված էր, որ թագավորը պիտի ճաշակեր ինչը իր հավիտենական փրկությունը։ Այս թագավորի կյանքը շատ հետաքրքիր է եղել, մարդիկ։ Ես ասում եմ, մեկ օր պիտի գա, որ ես մահանամ այս երկրից գնամ եւ Նաբուկոդոնոսորին պիտի տեսնեմ երկնքում, նրա հոգին երկնքում է։ Ու գիտեք ո՞րն է բացառիկ գեղեցիկը, որ այսպիսի մարդիկ, հիմա խոսենք ու դուք կհասկանաք, այսպիսի մարդիկ կարող են ապաշխարել։ Եթե ասում եմ, այսպիսի մարդիկ, ինչպես Նաբուկոդոնոսոր թագավորն էր, կարողացավ ապաշխարել, քեզ մոտ այն հեշտ կստացվի, հավատացած եղիր։ Կաշտում եմ երկրորդ գլուխ 31-ից 35-ը եւ ասում է. դու Դանիել թագավորն է ասում տեսիլքը, դու ով թագավոր տեսնում ես եւ ահա մի մեծ արձան, այսինքն Դանիելը, քանի որ այս ամենը ես չկարտամ ժամանակի տեսակետով եմ ուզում սիրելներ, որ բոլորը չկարտամ, ուզում եմ որ հասկանաս, Դանիելը աղոթեց իր ընկերների հետ, Միսակի, Սեդրակ եւ Աբեդնագովի հետ միացան եւ աղոթեցին Տիրոջը, քանի որ կոտորվում էին մոգերը, քաղդյանները, ամբողջ արդեն սկսել էր թագավորը կոտորել, նաեւ Դանիելին էր կախված այս ամենը, Դանիելն էլ պիտի կոտորվեր, որովհետև նա էլ էր ընտրված որպես մոգապետ, այսպես ասեմ, եւ նրանք աղոթեցին եւ Աստված այն տեսիլքը տվեց Դանիել մարգարեին, նայեք, եւ նա եկավ եւ ասեց թագավորի մոտ. դու ով թագավոր տեսնում ես, ահա մի մեծ արձան, այդ արձանը մեծ էր եւ նրա պայծառությունը գերազանց կանգնած քո առաջին եւ նրա երևույթը ահավոր էր։ Այս արձանի գլուխը մաքուր ոսկիից էր, նրա կուրծքը եւ բազուկներն արծաթից, նրա մեջքն ու ազդրերը պղնձից, սրունքները երկաթից, նրա ոտների մեկ մասը երկաթից, մյուս մասը կավից։ Դու տեսնում ես մինչեւ որ մի քար կտրվեցավ առանց ձեռքի եւ զարկվեցավ արձանի ոտներին, որ երկաթից ու կավից են եւ նրանց փշրեց։ Այն ժամանակ փշրվեցան միասին երկաթը, ուշադիր եղեք, կավը, պղինձը, արծաթը եւ ոսկին։ Եվ ամառվա կալերի մղեղի պես եղան եւ քամին տարավ նրանց եւ բնավ տեղ չգտնվեցավ նրանց համար, բայց այն քարը սա խորհուրդ ունի, վերջում կհասկանաս։ Այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղավ եւ լցրեց բոլոր երկիրը։ Վաու, բոլոր երկիրը լցրեց։ Այո, Նաբուկոդոնոսորը շատ էր հպարտացել։
նա հպարտ թագավոր էր։ Բացեք, տեսեք, կարող եք ֆիլմը բացել Դանիել Մաշկարեի ֆիլմը եւ այդ հղումը նայել Նաբուկոդոնոսորի կյանքը, նա իրապես հպարտ թագավոր էր։ Գիտեք, ուղղակի նրան անգամ տեսնելուց զարուրում էին մարդիկ։ Եվ որ դու նրա կյանքը կարդում ես եւ հասկանում ես, թե ինչպիսի դաժանաբարո են ավարվել մարդկանց հետ, քանի որ նա ցանկացել է ինքը պաշտվել միայն, չեմ կարծում, որ մենք նրանից այսօր շատ հեռու ենք։ Իսկ Աստված գիտի ինչպես կոտրի այդպիսի դիվային հպարտությունը, սիրելիս, Աստված գիտի, ասում եմ, Տերը սուվերեն է գործում։ Այս հրաշալի թագավորի հետ այնպես սուվերեն գործեց, որ ես այս Դանիել Մաշկարեության գիրքը կարդում եմ այս Նաբուկոդոնոսորի թագավորի կյանքը, որ ինքը իր ձեռով է գրել, որ տեղ է գտել Աստվածաշնչի սրտում։ Ես ուղղակի ապշում եմ մարդիկ, եւ հիմա դուք հասկանաք։ Առաջին մարտահրավերը թագավորին Աստծոց, բայց փոխանակ որ թագավորը դարձի գար, հասկանալով նա կանգնեցրեց իր արձանը, այն արձանը, այն տեսիլքը, որ նա տեսել էր, այն տեսիլքը, որ Դանիելը նրան պատմեց։ Ինչ արեց թագավորը, փոխանակ որ հասկանար այս քարը ինչ զորություն ունի, որ այս քարը փշրեց ամեն բան, ասում է, ամբողջ արձանը կավից սկսած մինչև ոսկե գլուխը, բայց ասում է, այս թագավորը փոխանակ որ դարձի գար, հասկանալով որ Աստծո մատը խառն է այս իրավիճակների մեջ, նա կանգնեցրեց այդ իշտեսիլքի արձանը եւ ստիպեց բոլոր աշխարհին, բոլոր մարդկանցը երկրպագել այդ արձանին։ Նայեք, սա հակառակ մի վիճակ է։ Ինչի է մարդ այսքան ասում հակառակ, ես զարմանում եմ։ Նաբուկոդոնոսոր, դու քո տեսիլքով քեզ Դանիելը բացատրեց, քո տեսիլքը պատմեց, հետո բացատրեց, հետո որոշակի բաներ խոսած, որպեսզի դու հասկանայիր, որ այն արձանը թեպետ դու ես, բայց գտնվեց մի քար, որ երկնքից իջավ եւ ջախջախեց քեզ, եւ քեզանից հետո մնացած նաեւ բոլորին։ Բայց այդ ամենը իմանալով եւ այդ ամենը շատ հարիր պատմում էր նրան Դանիել Մաշկարեն, ասում է, փոխանակ որ այս թագավորը դարձի գար, նա կանգնեցրեց իր կոթողի իր արձանը, ինչպես որ նա տեսել էր, քանի 100 մետր բարձրությամբ եւ մարդկանց ստիպեց պաշտել այս անգամ ոչ թե իրեն, այլ իր արձանին։ Տարօրինակ չես գտնում դու սա։ Նաբուկոդոնոսորը դեռ գահից իջնել չի ցանկանում։ Մենք էլ ունենք շատ Նաբուկոդոնոսորներ, ովքեր որ լսում են Դանիելի բերանից խոսքերը, բայց նրանք ցանկություն չունեն։ Նրանք հասկանում են, բայց ցանկություն չունեն գայից իջնելու։ Ինչու համար։ Ինչու է այդքան դժվար քեզ Նաբուկոդոնոսոր գահից իջնել։ Ես չեմ ասում սիրելիս, ճիշտ հասկացիր։ Թագավորական գահի մասին չէ խոսքը այստեղ։ Այն գահի մասին, որ դու քո մեջ դրել ես եւ այդ գահի վրա նստած ես դու եւ քո եսասիրությունը։ Նաբուկոդոնոսոր, ես չեմ խոսում թագավորական գահի մասին։ Այն ժամանակներում եղել են թագավորներ եւ տիրել են, ոչ այդ գահը, բայց այն գահը, որ թագավորը կարող էր այլևս պաշտել Աստծուն այդ պայից սկսած, բայց նա չպաշտեց, բայց նա կանգնեցրեց իր արձանը եւ ստիպեց իրեն պաշտել։ Սա մի տարօրինակ վիճակ է Նաբուկոդոնոսորների մոտ եւ այսպես էլ ստացվում է մեր կյանքում շատ ժամանակները։ Ասեմ 99.9%-ը մեր կյանքի իրավիճակն է։ Չգնանք շատ հեռու։ Այս իրադարձությունները մեր կյանքում տեղի են ունենում թե որպես հետանոս, թե որպես հավատացյալ։ Ես նորից կրկնեմ, չէ, ես չեմ ուզում քեզ որպես հավատացյալ գովել։ Ես հասկանում եմ, որ դու հավատում ես Հիսուսին, այն հետանոսը, որ Հիսուսին չի հավատում, նա մնում է հետանոս, բայց ինչ, եթե Հակոբոսի գրքում գրված է, հավատքը առանց գործերի մեռած հավատք է, ապա ինչ ես կարծում դու հետանոսից ավել ես թե պակաս։ Չէ, ես չեմ ասի դու ավել ես թե պակաս, ես ուղղակի կասեմ, դու համարյա նույն ոլորտի վրա ես սիրելիս։ Դա կապ չունի հավատում ես թե ոչ, կարևորն է դու քո հավատքի կյանքը ապրում ես, այնպես ինչպես Աստված քեզ է տվել։ Նրանում է պայմանավորված, թե դու Աստծո ձայնը լսելով, ինչպես որ Բաբիլոնի թագավորը լսեց Դանիել Մաշկարեի բերանից, դու հետևեցիր նրա ձայնին թե ոչ։ Այստեղ մենք պիտի հետևություններ անենք։ Այն հետևությունը, որ հավատքը չէ,
գործերն են։ Մարդիկ գործերով են փրկվելու։ Հավատքը շատ կարևոր մի բան է Տիրոջը հավատալ, բայց եթե Տիրոջը հավատացիր ու քո գործերը գործեր չեղան, կաշտա Պողոս առաքյալի թղթերը, կաշտա Կորինթացիս առաջի եւ երկրորդ թուղթը, կհասկանաս։ Եվ կատարվում են հետանոսների կյանքում որպես Բաբիլոնի թագավոր եւ կատարվում են նաեւ հավատացյալների կյանքում։ Ինչու՞։ Առաջին փորձը չօգնեց թագավորին դարձի գալ։ Ես նորից կրկնում եմ, ոչ թե գահից իջնել թագավորական դարձի գալ, ուղղակի պաշտել այն Աստծուն, ով որ իրեն տեսիլք էր ցույց տվել, որ այդ տեսիլքը պիտի օգներ Նաբուկոդոնոսորին փրկության համար։ Բայց դարձի գալը, գահից իջնելը ի նկատի ունեմ Աստծուն պաշտելը Նաբուկոդոնոսորի մոտ չստացվեց եւ ոչ ինքն իրեն թույլ չտվեց, որպեսզի ասեր մի րոպե, ժամանակն է աշտեն։ Ինչը չթողեց թագավորին, սիրելիներ։ Ինչը։ Ինչն էր պատճառը, ընդհանրապես ինչն է պատճառը, որ մենք չենք կարողանում գահից իջնել։ Ինչն է պատճառը, որ մենք չենք ցանկանում մեր եսասիրությունից ձերբազատվել։ Ինչն է պատճառը, որ մենք, որպես հոգևոր հավատացյալ մարդ, չենք ցանկանում մեր եսը, մեզ պետք չի մարմին խաչել, մեր եսը խաչել այս խաչին։ Ինչն է պատճառը։ Գահը, որովհետև գահը ունի ինքը ուղակի մեկ ատոր։ Ես բազում անգամներ քարոզել եմ, այն մեկ ատորը թե դու ում կտաս, այն քեզանից է կախված։ Ում կտաս, ում որ շատ սիրեցիր, նրան էլ կտաս, սիրելիս։ Եթե դու այդ ատորը շատ սիրեցիր ու այդ ատորի վրա տեսար քո հանդեպ ունեցած քո եսասիրությունը, դու էլ նստելու ես այդ գահի վրա։ Հասկանում ես դու սա։ Ում շատ սիրեցիր այդ ատորը նրան ես տալու, սիրեցիր սատանային նրան ես տալու, բայց ասեմ քեզ, եթե սատանային տվեցիր այն աթոռը, նրա կեսում էլ դու ես նստելու, որովհետև սատանան սիրում է քո հետ կես նստել, բայց Աստված ոչ, հիշիր։ Գահը, երկրորդը, հպարտությունը, սիրելիս, սա մի ահռելի վիճակ է մարդկայի։ Այս հպարտությունը մեզ տանում դժոխք, գիտես։ Այս հպարտությունն էր, որ Արուսյակին իջեցրեց միշտ դժոխք։ Հպարտացավ իր գեղեցկությունով։ Եվ անձնասիրությունը։ Սրանից արժեքավոր բան մարդ իր կյանքում չունի։ Այս երեքը եւ վերջ։ Եվ սրանցից ձերբազատվել անգամ չի կարող հավատացյալ մարդը, Քրիստոսով մկրտված մարդը, ուր մնաց, հեթանոսը կարողանա։ Գահը, հպարտությունը, դե գիտես ով եմ ես, թե Քրիստոսի մեջ, թե աշխարհի մեջ, գիտեմ ով եմ ես, մեծն ոչնչություն, հող եւ փոշի։ Նրա հպարտությունը Նաբուկոդոնոսորի դարձավ մեծն պատճառ սպանելու նաև Դանիելի ընկերներին, ինչու։ Մի րոպե Նաբուկոդոնոսոր, մի րոպե, բեր ես քեզ հիշացնեմ, դու բազում անգամներ ես տեսել այդ հրաշքները, այս դեպքը, երբ որ քո կյանքում կատարվում էր, սա արդեն քո կյանքի վերջնահատվածում էր, այս դիպվածքից 12 ամիս կատարվեց այն, ինչ կատարվեց, բայց մինչ այն դու տեսել էիր Դանիելի ամբողջ զորությունը մարգարեական, դու տեսել էիր Դանիելի ընկերներին, երբ որ դու արձանին քո պաշտել տվեցիր, նրանք չպաշտեցին, դու նրանք 7 անգամ ուժեղ կրակին պոցի մեջ դու նրանց գցեցիր եւ դու ինքդ քո աչքով տեսար, որ մարդի որդին Հիսուսը 4-րդն էր այնտեղ կանգնած։ Նաբուկոդոնոսոր, դու տեսել ես այդ հրաշքները, բայց դու ինչպես կարող ես այդ ամենից հետո, ասում եմ, Նաբուկոդոնոսորը հավատացյալ կարող էր լինել նաև, քանի որ նա տեսել էր հավատքի ամեն մի Աստծո քայլերը եւ ասում է, երբ որ ասում է Նաբուկոդոնոսորը ինքը գնաց կրակի մոտ կանգնեց եւ ասեց. Սեդրակ, Միսակ, Աբեդնագով դուրս եկեք, եւ ասում է նրանք երեքը դուրս եկան, անգամ ասում են նրանց մազը չէր վառվել։ Եվ ինչպես կարող էր այսպիսի մի գահը սիրող հպարտ եսասեր անձնավորությունը ուղղակի ասուն չդառնալ։ Կարող է մարդիկ։ Ես հենց դա էլ քարոզում եմ, որ կարող է եւ այդպես էլ կա։ Հասկանում ես։
Կաշտում եմ Սույն գլխի 46-ից 48-ը։ Խորհուրդ կտամ ամբողջ Դանիելի գիրքը կաշտած Նաբուկոդոնոսորի հետ կյանքը։ Այն ժամանակ ասում է Նաբուկոդոնոսոր թագավոր ընկավ իր երեսի վրա եւ Դանիելին երկրպագություն արավ։ Սխալ երկրպագություն եւ ընծաներ ու անուշահոտ բաներ հրամայեց, որ մատուցանեն նրան։ Թագավորը պատասխանեց Դանիելին եւ ասեց. «Հիրավի որ ձեր Աստվածն է Աստվածների Աստվածը եւ թագավորների Տերը եւ գաղտնիքներ հայտնողը։ Նայեք, այս այն դեպքն էր, որ հայտնվեց իրեն, որովհետեւ դու կարողացար հայտնել այս գաղտնիքը»։ Այն ժամանակ թագավորը մեծարեց Դանիելին եւ շատ մեծ պարգևներ տվավ նրան եւ նրան իշխան դրավ Բաբիլոնի բոլոր իմաստունների վրա որպես գլխավոր իշխան։ Մի րոպե։ Նաբուկոդոնոսոր, դու մոլորվել ես։ Ասում է երկրպագեց Դանիելին, այստեղ առաջնահերթ պետք է երկրպագություն ասում սիրելներ, բավական է մենք Դանիելներին երկրպագենք։ Ես սիրել եմ, ես պաշտել եմ այն հանգամանքը, որ ամեն մի մարդու ասել եմ, լսիր ուշադիր, կարող ես լսել ուշադիր, քեզ պետք է լսել Աստծո ձայնը։ Եթե այն ձայնը ճշմարիտ ինչ-որ մեկի բերանից դուրս է գալիս, Աստծո ձայնը, դու պաշտիր Աստծո կամքը, դու պաշտիր Աստծո կամքը քո վրա Նաբուկոդոնոսոր, որպեսզի դու ապաշխարես։ Քեզ պետք չի Դանիելն երկրպագել, քեզ պետք չի Դանիելներին պարգևներ տալ, քեզ պետք է ուղղակի ընկնել Աստծո առաջ եւ ասել. «Շնորհակալ եմ քեզանից Տեր, քանի որ դու ես տերերի Տերը»։ Բայց այս վիճակը, այս հակառակ պարադոքս վիճակը, որ գործեց ինքը Նաբուկոդոնոսորը, ես սա չեմ կարողանում հասկանալ։ Նա պաշտամունք արեց Դանիելին, բայց նա թողեց Աստծո կամքը սիրելներ։ Այսպիսի մարդիկ սիրում են փառավորել մարդուն, այսպիսի մարդիկ սիրում են փառավորվել մարդուց, որը Աստված չի ընդունում։ Սա անընդունելի փաստ է, քանի որ Աստված ասում է. «Ես իմ փառքը ոչ ոգու չեմ տա»։ Աստված է սա ասում, գրված է Սուրբ գրքի մեջ։ Թագավորը պիտի փառավորեր Աստծուն, բայց արիուտես թագավորները, Նաբուկոդոնոսորները փառավորում են այսօր իրենց լիդերներին։ Փառավորիր, վերջում ես հասկանալու, թո միակ փառքը, պատիվը պիտի լիներ Սուրբ Հոգունը եւ Հիսուս Քրիստոսինը։ Աստված երբ թագավորը մեծարում է Դանիելներին, ապա նրա ապաշխարությունը մնում է անպտուղ։ Սա շատ կարևոր է, սիրելի, սա երբեք ոչ մի առաջնորդ քեզ չի ասի։ Երբ որ դու սկսեցիր փառավորել քո առաջնորդին, ինչ որ մեկ մարդու դա կապ չունի ով է, դա կարող է լինել ուղղակի ինտերնետային մի քարոզիչ։ Եթե դու սկսեցիր նրան մեծարել ու փառավորել, ուշադիր եղիր։ Քո ապաշխարությունը մնալու է անպտուղ, դու անգամ մեկ հատիկ պտուղ չես տալու։ Եթե դու սկսեցիր մարդուն մեծարել ու մարդուն փառավորել, թողնելով Հիսուսին կուլիսների ետևում, դու անպտուղ ես մնալու։ Քո հոգևոր կյանքը երբեք, անգամ այն ջրերը, մինչև որ գարշապարը պիտի հասներ, անգամ դրան դու չես հասնի։ Հիշում ես քարոզության ժամանակ։ Անգամ այն գարշապարիդ քո ջրերը չի հասնելու, որովհետև դու մնալու ես այնքան անպտուղ, քանի որ դու փառավորեցիր մարդուն, քանի որ դու թողած Հիսուսին ամեն անգամ հարցնում ես քո հովին, այս գնեմ, կարող է այս սպիտակ հացը չուտեմ, այս սև հացը ուտեմ, իմ առողջության համար լավ է ֆիթնեսը, թե ոչ, սիրելիս դու ունես Հիսուս, դու ունես Հիսուս, հարցրա քո Հիսուսին։ Եվ այսպես անպտուղ ենք մնում։ Ես հիշում եմ իմ անպտուղ վիճակը հոգևոր։ Մինչդեռ օրի մեջ առաջացել էր արդեն մարդկային պաշտամունք, որ այսօր ես համարում եմ ամենաչուր գաղափարը, պաշտել մարդուն, մեծարել մարդուն, փառավորել մարդուն, դե գիտես ով է նա, չգիտեմ ով է նա, մարդ է նա էլ կարող է սխալվել, նա էլ կարող է գահից իջնել եւ նորից գահը բարձրանալ, դու չգիտես ով է նա, դու չգիտես միայն Աստված գիտի մարդկային սրտերը, մարդիկ, բավ է, մարդկանց դնեք ասուտեք տեղ եւ փառավորեք, ով եմ ես,
Նորից կրկնում եմ, մեծն ոչնչություն, մի մարդ, մի անոթ, ով է այս միկրոֆոն, այս լսափողը։ Դու կարող ես սրան պաշտել։ Դու կարող ես սրան մեծարել, ոչ, սրանով քարոզված խոսքն է մեծարվում։ Այս բերանուց դուրս եկած Աստծո խոսքն է, որ դու կարող ես կամ ընդունել կամ ոչ, բայց այդ տվյալ մարդուն մեծարել, դա ուղղակի, ես չգիտեմ ինչ, հետետություն է։ Մարդիկ վերջացրեք։ Հոգնում եմ, ես հոգնում եմ այն մարդկանցից, լսելով, որ գիտես ով է։ Չէ, ես գիտեմ ով է մեկը։ Ես գիտեմ ով է իմ Տերը, ես գիտեմ ով է Քրիստոսը։ Ես գիտեմ ով է Հովվապետը, ես գիտեմ ով է ոչխարներին հովվողը։ Մարդը չէ դա։ Մարդը իր կամքից հավատացած եղիր երբեք չի կարողանա գառները հովվել, երբեք։ Թագավոր Աստված ուզում է քո դարձը, Նաբուկոդոնոսոր եւ քո փրկությունը։ Եվ կաշտում եմ 4-րդ գլուխ 10-16։ Այստեղ երկրորդ մարտահրավերն է նետում Աստված Նաբուկոդոնոսորին։ Խեղճ Դանիել, դե արի ու հասկացրու ինչ որ Նաբուկոդոնոսորներին, թե Աստված քո ետևից ընկած մարդ, Աստված քեզ ուզում է փրկել մարդ, դու նրա ձեռքից պրծնել չես կարող։ Եթե Աստված որոշել է քեզ փրկել, եթե Աստված որոշել է քեզ զրոյացնել, եթե Աստված որոշել է քեզ իջացնել գահից, տեղը տեղին, ապա դու Աստծո ձեռքից չեմ կարծում, որ կփրկվես։ Եվ իմ գլխի տեսիլքներն անկողնիս վրա սա էր, երկրորդ տեսիլքն է Նաբուկոդոնոսորի։ Եվ տեսնում է եւ ահա մի ծառ, երկրի մեջ եւ նրա բարձրությունը մեծ էր։ Այն ծառը մեծանում էր եւ զորանում, եւ նրա բարձրությունը հասավ երկնքին, եւ նա տեսնվում էր մինչեւ բոլոր երկրի ծայրերը։ Օ, ինչ մեծություն ես դու Նաբուկոդոնոսոր, պատկերացնում ես, սա ինչ անձնասիրությամբ տեսիլք է Տերը ցույց տվեմ։ Եվ նրա տերևները գեղեցիկ են եւ նրա պտուղներն առատ եւ նրա վրա կերակուր կար ամենի համար։ Նրա տակին հովանավորվում էին դաշտի գազանները եւ նրա ոսթերի վրա բնակվում էին երկնքի թռչունները։ Հասկանում եք, դաշտի գազաններն էին բնակվում եւ երկնքի թռչունները, սա մի դիվային ուժեր է, որ այդ ծառի տակն ու վրա բնակվում էին։ Սա գեղեցիկ բան չէ Նաբուկոդոնոսորի կյանքում։ Շարունակում եմ, եւ նրանից էր կերակրվում ամեն մարմին։ Ինչից էր կերակրվում այդ դիվային ծառից, հասկանում ես։ Եվ տեսնում եմ գլխի տեսիլքներում անկողնիս վրա եւ ահա մի պահապան եւ մի սուրբ իջավ երկնքիցը, եւս մեկ անգամ երկնքից իջնող քարն էր անցյալ անգամ, հիմա սուրբն է։ Նա կանչեց ուժով եւ այսպես ասեց. ծառը կտրեցեք, ոստերը կտորեցեք, տերևները թոթափեցեք եւ պտուղները ցրվեցեք։ Գազանները փախչեն նրա տակից եւ թռչունները նրա ոստերից, հետաքրքիր մի տեսիլք։ Բայց նրա արմատի բունը թողեցեք երկրումը։ Ապրում եմ, ես ապրում եմ Տիրոջ սուվերեն զորությունը, ասում է, բայց նրա արմատի բունը թողեցեք երկրումը եւ երկաթի ու պղնձի կապանքովը դաշտի խոտերի մեջ եւ երկնքի ցողովը թրջվի, երկնքի ցողովը եւ նրա բաժինը անասունների հետ լինի երկրի խոտերի մեջ։ Նրա սիրտը մարդկություններից փոխվի, ինչի ասում անասունների հետ լինի երկրի խոտերի մեջ, որովհետև գառնուկը սուրբ կենդանի է, որը ուտում է միայն խոտ։ Հասկանում ես, մարդը պիտի խոտակերությունով մարդուն պիտի հասցներ Աստված սրբության։ Նրա սիրտը մարդկությունից փոխվի եւ նրան անասունի սիրտ տրվի եւ նրա վրայով 7 ժամանակ անց կենա։ Հասկանում ենք այս իրավիճակները, այս Աստծուց երկրորդ մարտահրավերն է Նաբուկոդոնոսոր արքային, երկրորդ տեսիլքը։ Աստված շարունակում է փոխել թագավորի սիրտը, բայց թագավորը ինքն իրեն Աստծո տեղ դնելով ման է գալիս։ Մեր կյանքում շատ ժամանակներ է լինում, մարդիկ սիրելիներ, փորձեք նայել ձեր կյանքի, թե ինչպես է պարագաները բերում Աստված ձեզ փոխելու։ Փորձեք նայել, թե ինչպես է Աստված ցանկանում ձեզ լրացնել, ձեզ իջացնել, ձեզ ցածրացնել։
հասկացնել, որ այս բարձրությունից դու միանգամից դժոխքն ես գնալու։ Քեզ պետք է ցածրանալ, որպեսզի դու երկինքը ճաշակես, բայց երբ որ դու ինքդ սկսում ես արդեն բարձրանալ ու ել ավելի բարձրանալ, հավատացյալ մարդ տեսիլքներից, Աստծուն ապրելու տարբեր հրաշքներից հետո, այն ժամանակ բարձ է, որ մենք մեզ դնում ենք Աստծո տեղ։ Ասում է. դրա համար ով թակավոր, թող իմ խրատը քեզ հաջո երևա և քո մեղքերը աշտարությունով դեն գցիր։ Եվ քո անօրենությունները աղքատներին ողորմելով, երկայն պետք է լինի քո խաղաղությունը։ Ինչ է ասում այստեղ։ Այս երկրորդ տեսիլքից հետո ինչ է ասում Դանիելը։ Շատ դիպուկ մեկնաբանություն է սա, սիրելիներ։ Թագավորի փրկության ճանապարհն է սա։ Վերջին զգուշացումն է սա։ Հասկանում եք, Աստված անդադար չի տալու տեսիլքներ եւ Դանիելներ, որ կարողանան ձեզ տեսիլքը բացատրել եւ խոսքը քարոզել եւ փրկության խոսքը տալ, եւ դուք էլ Նաբուկոդոնոսորի նման փոխանակ, որ գահից իջնեք ավելի բարձր եք ձեր գահատնումաթոռը։ Այսպես չէ։ Եվ այս խոսքը, թե դու կլինես թագավոր, թե դու կլինես Նաբուկոդոնոսոր մարդ, հետանոց թե հավատացյալ, սա վերաբերվում է սկսած ինձանից դեպի քեզ։ Ով թագավոր, իմ խրատը քեզ։ Վերջնականապես խրատվիր Նաբուկոդոնոսոր, խրատվիր, որ գալու են ժամանակներ, որ ավելի դաժան է լինելու խրատը, քան այսօր։ Քո մեղքերը աշտարությունով դեն գցիր։ Միայն ու միայն կարող է մարդը աշտարությունով իր մեղքը դեն շպրտել։ Մինչդեռ որ դու աշտարությունը չունենաս քեզանում, մեղքը դեն շպրտել չես կարող։ Այսինքն աշտարությունը ինքը անձ է, աշտարությունը ինքը Սուրբ Հոգին է, որը որ քո մեջ բնակվելով դու նրան պիտի տաս հնարավորություն քո մեջում բնակված մեղքերը դեն շպրտելու։ Երրորդը, քո անօրենությունները աղքատներին ողորմելով բավ է, ողորմիր աղքատներին։ Անկամ Աստվածաշունչը ասում է, քո անօրենությունները ողորմիր աղքատներին։ Հերիք է, որքան անօրենություն ես գործել, հարստացել, մեծացել, բարձրացել, աղքատներին ողորմիր եւ նսեմացիր եւ իջիր։ Եթե երկայն պիտի լինի քո խաղաղությունը, եթե հավիտենական դու ուզում ես խաղաղության մեջ ապրես, եթե դու ուզում ես հավիտենական կյանքը երկնքում ճաշակես, եթե դու ուզում ես Քրիստոսի լույսի ներքո ապրես, ապա Նաբուկոդոնոսոր ժամանակն է արդեն։ Բայց ինչպես վայր դնի այն դիվային զենքերը Նաբուկոդոնոսորը, չէ՞ որ այդ զենքերը դիվային են։ Մարդիկ, մենք կախված ենք դրանից։ Ինչպես հպարտությունը ինչպես վայր դնեմ, Տեր։ Եսասիրությունը ինչպես վայր դնեմ, Տեր, ես ինքս այնքան շատ եմ ինձ սիրում։ Պլշած նայում եմ հայլում, անցնում դառնում եմ, մոռանում եմ, թե ինչպիսին էր իմ երեսը։ Ինչպես ես վայր դնեմ դա, փառքը, փառասիրությունը։ Դե վերջը, ես ուզում եմ քեզանից փառավորվեմ, հասկանում ես դու սա։ Սիրում եմ այդ փառքը, որ դու ինձ փառավորես, ես էլ դե փառավորվեմ էլի դրանով։ Ինչպես դա վայր դնեմ, հնարավոր չէ։ Հնարավոր չէ, Դանիել, ասում է Նաբուկոդոնոսորը։ 28-ից 23-ն եմ կաշտում։ Այս ամենը պատահեց Նաբուկոդոնոսոր թագավորին։ 12 ամսից հետո նա ճեմում էր թագավորական պալատի վրա։ Այս ամենից անցել էր 12 ամիս ընդամենը 1 տարի, սիրելիս։ Ուզում եմ իմանաս, երբ որ 3 տարվա, խնդրում եմ խոսքը պահեք, երբ որ 3 տարվա հավատացյալ ես դու, եւ որ պտուղ չես բերում, Աստվածաշունչը ասում է, այգեպանին Տեր ասեց, քանդիր, պոկիր, կտրիր այդ ծառը, եւ այգեպանը ասեց, ոչ Տեր, թույլ տուր, նրան փորեմ, կողքերը աղբ լցնեմ, գեթ 1 տարի էլ ժամանակ տուր, խորհուրդ քեզ Աստվածաշնչյան, որպիսի ից հետը կարողանա նա պտուղ բերել։ Իսկ եթե 1 տարուց հետո էլ պտուղ չբերեց, ապա կտրիր դրան եւ գցիր։ Հիմա հասկանում ես, թե ինչ խորություն ունի այս ծառը, այս պտուղը, այս ընդհանրապես խոսքը Նաբուկոդոնոսորին նվիրված։
Եվ ասում է, շարունակում եմ, այս ամենը պատահեց Նաբուկոդոնոսոր թագավորին 12 ամսից հետո նա ճեմում էր թագավորական պալատի վրա, որ Բաբիլոնումն էր։ Թագավորը պատասխանեց եւ ասեց. այս ամեն բաներից հետո թագավորը այսպես է պատասխանում. ահա այն մեծ Բաբիլոնը, որ ես թագավորության տուն եմ շինել իմ մեծ զորությամբ եւ իմ մեծության փառքի համար, ահա իմ մեծ զորությամբ եւ իմ մեծության փառքի համար։ Փառավորությունը շարունակվում է դեռ։ Խոսքը դեռ թագավորի բերանումն էր, որ երկնքից մի ձայն իջավ, թե քեզ են ասում ով Նաբուկոդոնոսոր արկա, թագավորությունդ գնաց քեզանից, քանի որ դու այն ինքը չթողեցիր, այն քեզանից գնաց։ Հասկանում ես, երբ որ դու այն պինդ ես բռնում, մեկ օր էլ այն քեզանից գնում է։ Եվ մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակությունը, խոտ են ուտեցնելու քեզ արճառների պես եւ 7 ժամանակ անցկենալու քեզ վրա, մինչեւ որ իմանաս եւ հասկանաս եւ ամբռնես, ավելացրեցի ես, թե բարձրյալն է տիրում, թե Աստված է տիրում, սիրելիս։ Մարդկանց թագավորության վրա, մարդկանց եւ թագավորության վրա, եւ ում որ ուզում է տալիս է այն։ Տասներկու ամիս զգուշացում։ Մինչ 12 ամիսը այդ դեպքերը, իրադարձությունները, թե Դանիելը թագավորի հետ, թե թագավորը Դանիելի հետ, բայց մենք հասկանում ենք, որ այս մարդը ավելի անպտղացավ, ինչու՞։ Որովհետև երբ որ մենք փառավորվում ենք մեզանով, երբ որ մենք մեզ ինչ-որ ոմն մեկի տեղն ենք դնում, սիրելներ, Աստված դա չի սիրում։ Փառք Աստծուն է, հիշիր միշտ, անգամ ով էլ լինես, փառքը Աստծունն է, բարձանք Աստծունն է։ Ես ասում է Պողոս Արաքյալը, ոչինչով կպարծենամ, այլ միայն նրանով, որ իմ բարձանք Աստված է։ Տեսել էր, լսել էր մեկնությունը երազների, ներկա էր եղել Դանիելի 3 ընկերների ամեն մի իրավիճակներին, բայց նրա անձը մնաց, այս ամենից հետո էլ մնաց հպաշտ եւ անպտուղ։ Ինչ որ մի բան սա հուշում է քեզ։ Չէ, ես քարոզում եմ Նաբուկոդոնոսորի կյանքը քեզ, բայց սա քեզ ինչ որ մի բան հուշում է։ Ինձ հուշում է։ Սիրելիս, հիշիր վերջին խոսք Աստծունն է, կանի այն ինչ պիտի անի, եթե դու չանես այն, կանի նա, նայիր, եթե դու ինքդ քեզ չդատես, ուրեմն կդատապարտվես, իսկ եթե դու ինքդ քեզ դատես, Նաբուկոդոնոսոր, Աստծո կողմից չես դատապարտվի։ Հիմա սա ուղղակի մի դատապարտություն է Նաբուկոդոնոսորին, որ նրա կյանքում կատարվեց։ Թագավոր, փառքիցդ իջիր գահդ պահպանիր, Աստված քեզ չի զրկում քո երկրավոր գահից, Աստված քեզ չի զրկում, որ դու թագավոր ես երկրի վրա, ուղղակի Աստված ուզում է քեզ զրկել, որ դու ոչ թե պաշտես ինքդ քեզ, այլ պաշտես Աստվածների Աստծուն։ Հասկանում ես, թագավոր, Աստված ուզում է, որ դու հասկանաս, ոչ թե դու պիտի պաշտես թագավորին, այլ դու պիտի պաշտես թագավորների մեծատար թագավորին, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Խոնարեցրու փառքդ, հիշիր, կամ դու ինքդ կիջնես, կամ Աստված քեզ կիջեցնի, եթե դու ինքնակամ իջնես, գահը քո կմնա դեռ, եթե ինքնակամ չիջնես, այսպիսի տառապալից ժամանակներ 7 տարի ասում է նա խոտաճարակ դարձավ, 7 տարի երկնքի ցողով նա ջրվեց, եւ 7 տարիներ, կաշտացեք ասում են նրա եղունգները երկարել էին արծվի եղունգների նման եւ նրա մազերը հասել էին մինչեւ գետին, պատկերացրու 7 տարի մարդը դառնա խոտաճարակ եւ նա անասունի նման լինի։ Աստված իջացնում է բարձրացածին եւ բարձրացնում է իջածին, խոնարհին
Ինչպես Տերը Հիսուսին բարձրացրեց, մինչև ուր խոնարհվեց քո Տեր Հիսուսը, գոնե դա գիտես։ Խոնարհվիր սիրելիս, Աստծո առաջ խոնարհվիր, Աստծո խոսքի առաջ խոնարհվիր, մի բողոքիր։ Եվ այստեղ պատմում է Նաբուկոդոնոսորը իր ապրած պահերը։ Եվ ասում է այն օրերից հետո ես, Նաբուկոդոնոսորս սա 4-րդ գլխի մեջ է վերջում, Նաբուկոդոնոսորս աչքերս բարձրացրեցի դեպի երկինքը եւ խելքս ինձ վրա եկավ եւ բարձրյալին օրհնեցի եւ գովեցի եւ փառավորեցի Հավիտյանս կենտանի եղողին, որի իշխանությունը հավիտենական իշխանություն է եւ նրա թագավորությունը դարեց դար եւ երկրից բոլոր բնակիչները ոչինչի պես են համարվում եւ նա իր ուզածին պես է անում երկնքի զորքովը եւ երկրի բնակիչներովը եւ մեկը չկա, որ զարկե նրա ձեռքին եւ նրան ասե. Ինչ ես անում։ Աչքերս բարձրացրեցի։ Երբ որ աչքերդ կբարձրանան, հիշիր, երբ որ քո աչքերը կփնտրեն, փնտրտուքների մեջ կընկնեն բարձրունքներում, ոչ թե այսպես, հորիզոնական, քո սիրտը կխոնարհվի։ Երբ որ սիրտդ խոնարհվեց, սիրելիս, երբ որ քո Նաբուկոդոնոսոր սիրտդ խոնարհվեց, խելքդ քեզ վրա կգա։ Սրանք պրոցեսներ են կատարվող, հոգևոր քայլերն են, ապաշխարության ճանապարհներն են, հասկանում եք, այն ջրերն են, որի մեջ որ մենք գնում ենք ավելի խորը։ Բարձրյալին օրհնեցի, գովեցի եւ փառավորեցի։ Վերջով Աստված հասցրեց այդ Նաբուկոդոնոսորին, որ նա բարձրյալին օրհնի, գովի եւ փառավորի։ Հավիտյանս կենտանի եղողին, որի իշխանությունը հավիտենական իշխանություն է, մարդիկ, կրակների հետ խաղ չենք կարող անել։ Կրակը լափում է մարդկային հոգիները։ Իսկ Աստծո կրակը այն դատաստանն է մեր կյանքի։ Եկ խաղ չանենք այն կրակների հետ, սիրելիներ, քանզի երկրից բնակիչները ոչինչի պես են համարվում։ Իրականում ով ենք մենք։ Մեզ կարող է ջրեղեղեղը վարի տա, ով ենք մենք։ Մեզ կարող է երկրաշարժը սպանի, ով ենք մենք։ Ավտովտարները, պատերազմները, ով է մարդը ինչ է իրենից ներկայացնում։ Մարմնավոր էությունը, Նաբուկոդոնոսոր, դու քեզանից ինչ ես ներկայացնում։ Ես ինձ հարց եմ տվել, մինչև որ հասել եմ այս կարգավիճակին, ասել եմ, որտեղից եմ եկել եւ ուր եմ գնում։ Եվ հասկացել եմ, ուղղակի որ ընկած աստղ եմ ես, ընկած, ջախջախված, նսեմացած եւ այդ ամենը ես հասկանալով եմ հասկացել ու երկրպագի Աստծուն ասում է աչքերդ պիտի նայի բարձրյալին, որ սիրտդ խոնարհվի, եւ որ քո աչքերը չնայեց Հիսուսին, քո սիրտը երբեք չի կարող խոնարհ լինի։ Լսում ես դու սա, հայտնությունն է քեզ սա, խորհուրդն է այսօրվա քարոզչության։ Եվ կարդում եմ վերջինս։ Սա գրված չէ, սիրելիս, սխալմունք է մի փոքր եղել, բայց կարդում եմ 34-35։ Եվ այն օրերից հետո կներեք 2-րդ գլխի։ Եվ ասում է. Դու տեսնում էիր, Դանիելը բացատրում է թագավորին, մինչև որ մի քար կտրվեցավ առանց ձեռքի եւ զարկվեցավ արձանի ոտներին, որ երկատից ու կավից էին եւ նրանց փշրեց։ Այն ժամանակ փշրվեցան միասին երկատը, կավը, պղինձը, արծաթը եւ ոսկին, եւ ամառվա կալերի մղեղի պես եղան, եւ քամին տարավ նրանց, եւ բնավ տեղ չգտնվեցավ նրանց համար, բայց այն քարը, որ զարկեց արծանին մեծ սար եղավ եւ լցրեց բոլոր երկիրը։ Այն քարը հետաքրքիր է, այն անկյունակարը ասում է
որը շինողներից անարգվեց։ Հասկանում ես ում մասին է խոսքը, ասում է երկնքից ընկավ։ Ինչը, կարծում ես Հիսուսը երկնքից չընկավ քարի պես, եւ այն անկյունակարը, որ մարդիկ անարգեցին առ այսօր անարգում են, ասում է, այն դարձավ անկյունի գլուխ։ Այն քարը նա կոչվեց անկյունակար, սիրելներ, փշրեց այն քարը, որ երկնքից ընկավ, փշրեց ամեն երկաթ։ Դու կարող ես երկաթի նման թանկարժեք ոմն մեկը լինես, դու կարող ես կավի նման ստեղծված մարդ արարած լինել, շնչավոր, դու կարող ես պղնձից, արծաթից եւ նաեւ ոսկուց լինել։ Ուզում եմ դու ստույգ այս հասկանաս, թե դու ով ես, թե քո կարգավիճակը, ստատուսը քեզ ինչ է ասում, ով ես դու։ Այսօր ես ուզում եմ ասել, ով որ լինես, Նաբուկոդոնոսորից բարձր չես լինի։ Հակավոր հավատացյալ մարդ քրիստոնյա, ուզում ես եղիր ոսկի, ուզում ես եղիր արծաթ, ուզում ես եղիր երկաթ, քար, բայց հիշիր, որ այն քարը, որ շինողներն անարգեցին, այն դարձավ անկյունի գլուխ։ Դու չես այն Քրիստոսն է։ Ով է, որքան էլ քո թակավորությունը լինի գերազանց, որքան էլ քո անձի էությունը լինի փառավոր, մեկ է, Նաբուկոդոնոսոր միևնույն է, այն փշրվելու է Աստծո ձեռքով, քանզի։ Ինչու՞։ Այն փշրելու է Աստված։ Եթե Աստված իր որդուն չխնայեց, փշրեց, ով եմ ես, ով ես դու, հասկանում ես, որ որդին փշրվեց, ասում է այն անկյունակարը, որին շինողներն անարգեցին, այնքան անարգեցին նրան, սիրելիս, այնքան փշրեցին նրան, որ բայց նա դարձավ անկյունի գլուխ Աստծո ձեռքով։ Հավիտենության մեջ հիշիր, հակավորն է Հիսուս Քրիստոսը։ Եթե այն դու ինչ հիմա չգիտեիր, որ ասում է, նրա անունն է թագավորների թագավոր, տերերի տեր, արքաների արքա, այսօր իմացիր։ Իսկ եթե քո բուրըն արքայությունդ դու բավարարված լինես դրանով կամ չլինես, այս որոշումը կայացնելու է Աստված, քանի որ Աստծուն պետք է քո հավիտենական փրկությունը։ Եվ քո հավիտենական փրկությունը քո երկրավոր ժառանգությունից չի կախված։ Քո հավիտենական փրկությունը կախված է քո խոնարհությունից, հավատքից եւ հավատքի կյանքը ուշադիր եղիր ապրելուց։ Եվ այսպես, թող որ Աստված քեզ կարողանա փոխել, Նաբուկոդոնոսորներ, Աստված Դանիելներին է պիտի փոխի, որովհետև ոչ մի Դանիել, ոչ մի երկրի տակ մեկ Աստծո ծառա իրավունք չունի իրեն երկրպագել տալ։ Ինչու՞։ Որովհետև երբ որ Պոլիկարպի ֆիլմը, չգիտեմ, այդ հղումը նայեցիք, երբ որ նրա առջև եկան եւ երկրպագեցին եւ նա կանգնացրեց, ասեց, ես էլ եմ ձեր նման մարդ։ Երկրպագիչ Տիրոջը, նույնը ինքը Պետրոս Առաքյալը, երբ որ նրա առջև ընկնում էին, երկրպագում էին, նա բարձրացնում ասում էր, Աստծուն երկրպագեք, բավ է մարդիկ, բավ է, փառք փառավորված խաղը խաղանք, պետք չի, պետք է միայն փառավորել Տեր Հիսուս Քրիստոսին եւ Սուրբ Երրորդությանը։ Վերջին երկրպագությունը Տիրոջս։
հաշտում գջիրները անցյալից քո ձեռքերը կերտում են ինձ հիմա ու բացում են ուղիները բաղձանքի քո մատերը արարում են ինձ հիմա ու հաշտում են գնչիրները անցյալից քո ձեռքերը կերտում են ինձ հիմա ու բացում են ուղիները բաղձանքի հապիր ինձ հապիր լավալի արարիր մի նոր բանություն հապիր ինձ հապիր լավալի արարիր մի նոր բանություն Այո, թույլ տուր Տերը հպվի քեզ, թույլ տուր այս պահին Սուրբ Հոգին հպվի քեզ։ Այն դու պիտի թույլ տաս սիրելիս։ Քո մատերը հպվում են աշխորեն և քանդում են կոշկորները իմ հոգում քո ձեռքերը շոյում են քաշորեն ու սրբում են արցունքների աչքերի քո մատերը հպվում են աշխորեն Հիսուս ու քանդում են կոշկորները իմ հոգուս քո ձեռքերը շոյում են աշխորեն ու սրբում են արցունքները աչքերի հապիր ինձ հապիր ավելի արարիր մի նոր բանություն հապիր ինձ հապիր ավելի արարիր մի նոր բանություն հապիր ինձ հապիր ավելի արարիր մի նոր բանություն հապիր ինձ հապիր ինձ ավելի արարիր մի նոր բանություն արարիր մի նոր բանություն արարիր Տեր արարիր Հիսուս թույլ տուր սիրելիս ընդամենը ուզում եմ քեզ ասել մեկ կարևորագույնս աղոթք թույլ տուր Տիրոջը որ քեզ արարի թույլ տուր Տիրոջը նորովի արարի բաց արա սրտի դուռը բաց արա տանը դուռը բաց արա մտքի դուռը որպեսզի նա մտնի քո ներսը տուր քո այն գահի ատորը նրան նստացրու նրան փառքով պատվով քո գահի ատորի վրա սիրելիս եւ այն ժամ
Նա կկարողանա արարել, այն ժամ նա կկարողանա թագավորել։ Մի գտնվիր խստապարանոց ինչպես Նաբուկոդոնոսորը, մի թույլ տուր, որ Աստված ցանկանա քո ծառը կտրել ինչպես նրանը, մի թույլ տուր, որպեսզի մեր կյանքը հավատքի մեջ դեռ նմանվի խոտաճարական ասումներին մարդիկ, ուր ենք մենք հասել, ուր ենք մենք հասել, ինչու։ Ես քեզ խնդրում եմ, եղբայրս, քույրս, տուր այդ հնարավորությունը Տիրոջը, տուր նրան, որպեսզի կարողանա նա քեզ փոխել, որպեսզի կարողանա քո բարձրունքն իջացնել եւ քեզանից ստեղծել մի արարած մի նոր մարդ, որ կապրի Քրիստոսի Սուրբ Հոգովը եւ Քրիստոսի Սուրբ Հոգուն նվիրված։ Ինչ որ մեկը կարող է ասել ամեն։ Շնորհակալ եմ քեզանից, իմ Հիսուս, շնորհակալ եմ քեզանից քո խոսքիդ համար Տեր, շնորհակալ եմ քեզանից, որ այս խոսքի ջրերը ոռոգում է երկիրը եւ դեռ գոյություն ունե խոսք, ճշմարիտ աստվածաշնչյան խոսք, որը որ մարդուն բնականաբար բարկացնում է, մարդուն ցածացնում է, բայց մարդու կյանք է տալիս եւ մարդուն տալիս է հավիտենական կյանք եւ սրա համար ես շնորհակալ եմ քեզանից եւ տալիս եմ քեզ մեծագույն փառքս Տեր, պատիվը եւ գոյությունը Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի անունով։ Հալելույա քեզ Տեր, հալելույա։